Քիքբոքսինգի մրցաշարը Երևան Օփենը համախմբել է մարզաձևի ուժեղագույն մարզիկներին։ Այս տարի մրցաշարը Հայաստան է բերել նաև Վրաստանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչներին։ Մեկնարկից առաջ պարգևատրումներ են տարբեր ֆեդերացիաների ներկայացուցիչներին, մարզիչներին, նաև վետերաններին։ Մրցաշարն անցկացվում է հատուկ ուղերձով, պայքար, թմրամոլության եւ արատավոր երևույթների դեմ։ Մարզիչներ միավորվել, որ միահամապայքարում են եւ ոչ են անում հեռու մնալ չարիքից, թմրանյութից, բոլոր տեսակի չարիքներից, կլինի դա ալկոհոլիզմ, կլինի այլ տեսակի թոլություններ, ինչպես որ հայտնի է, մեկ տեսակ թոլությունից ծնվում են այլ թոլություններ եւ մենք պայքարում ենք դրանց դեմ։ Եվ ուրախությամբ պետք է ասեմ, որ առաջարկ Հայաստանի ծրագրի շուրջ միավորվել են նաև հարյուրավոր երիտասարդներ, որոնց աշխատանքը արդեն նկատելի է, արդիական է, դա էլ շատ ողջունելի է ու ինչպես հայրս է ասում, եթե չունենք առողջ սերունդ, չունենք եւ ապագա։ Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք եւ դրա շուրջ կառուցում ենք։ Ես էլ միացել եմ այս ծրագրին եւ պայքարում եմ ու կոչ եմ անում հեռու մնալ թմրանյութից, ասել ոչ թմրանյութին եւ ասել այո, ուժեղ, կայուն եւ հաղթող ապագային, որը մենք միասին կերտելու ենք։ Շնորհակալություն։ Ոչ օլիմպիական մարզաձևերի միությունը Հայաստանի քիքբոքսինգի ֆեդերացիայի հետ համատեղ Ազգային օլիմպիական կոմիտեի բարձր հովանու ներքո կազմակերպել է մրցաշար, որի կարգախոսն է պայքարել թմրամոլության դեմ եւ զերծ պահել երեխաներին արատավոր երևույթներից, այն չարիքներից, որոնք այսօր աշխարհով մեկ լինում են։ Սպորտը այն դեղամիջոցներից մեկն է, որ մենք բոլորս պետք է պայքարենք այս ուղղությամբ։ Այս կարգախոսը պարոն Ծառուկյանի հանձնարարականով բոլոր ոչ օլիմպիական մարզաձևերի միությունը այս տարի եւ բոլոր տարիների ընթացքում պետք է իրականացնի։ Մենք պետք է սպորտի միջոցով պայքարենք թմրամոլության դեմ։ Եվ այսպիսով, սիրելի մարզիկներ, մարզիչներ, հարգելի հյուրեր, միջոցառումը պաշտոնապես հայտարարում եմ բացված։ Ռինգում նախ պրոֆեսիոնալ մենամարտեր են, հայ-վրացական դիմակայությունում ավելի ուժեղ էր Արամ Բակլաչյանը։ Առաջին ռաունդում հայ մարզիկի հարվածաշարից հետո մրցակիցը վնասված ստացավ, որն էլ վճռորոշ եղավ։ Լավ տպավորություն թողեցին հատկապես 75 կիլոգրամ քաշայիններ Էրիկ Մխոյանն ու Մհեր Գիլոյանը, որոնք գեղեցիկ մենամարտ անցկացրեցին։ Գիլոյանի ոտքով հարվածներն ավելի նպատակային էին, հենց նա էլ հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ։ Լավ պատրաստական փուլ էինք անցել, ուրախ եմ, որ Երևանում ցենց մրցումներ ալինում։ Մրցակիցս ուժեղ մրցակից էր, ավելի շատ ոտքի հարվածներով կարողացա հաղթանակի հասնել։ Երևան Օփենին 3 տարիքային խմբում մասնակցում է ավելի քան 200 մարզիկ։ Արամ Մանուկյան, Հայկ Սուքիասյան, Էպիկենտրոն։